Ահա այսպես են վերաբերվում իրավապահները բոլոր նրանց, ովքեր հանդգնում են ձայն հանել իրենց արդարացի բողոքն ու պահանջը ներկայացնել պատասխանատուներին։ Բերման են ենթարկում ծերերին, երեխաներին, հարված հասցնում իրենց մասնագիտական գործն անող լրագրողներին։ Պահանջատեր քաղաքացիները մի քանի ամիս է համառորեն բողոքում են, դժգոհում, իրենց խնդրին լուծում տալ են պահանջում։ Ձայնը քասախցիների սակայն տեղ չի հասնում, չեն լսում։ Նախկինում մենք ունեինք խնդիր, որը բարձրաձայնում էինք, այն էր, որ 59 համարի տրանսպորտային միջոցը չհանվի Քասախ համայնքից, որովհետև մենք մտավախություն ունեինք, որ նոր գալացող ընկերությունը ամբողջությամբ չի կարողանալու ապահովել մեր համայնքի խնդիրները։ Քասախ համայնքից Երևան եկող նոր երթուղին անցնում է ընդամենը 7 կիլոմետր ճանապարհ եւ հասնում մինչեւ Հալաբյան փողոց կամ շատերին հայտնի ֆիզիկայի ինստիտուտ։ Նախկինում այդ կանգառը հաղթանակ զբոսայգու հատվածն էր։ Մի քանի կիլոմետր երկարությամբ երթուղի շահագործելը եւ ժողովրդին բավականին ծախսը մեծացնել, հա, փոխադրավարձի չափը մեծացնել, կարծում եմ, որ սխալ է։ Բանն այն է, որ Կոտայքի մարզի այս համայնքի բնակիչները տարիներ շարունակ տրանսպորտով Քասախից եկել Երևան են մտել ու հենց իրենց ուզած տեղն են հասել։ Քաղաքային իշխանությունը, նաև տարածքային կառավարման նախարարությունն ասում են, բավական է, մայրաքաղաքի խորքեր Քասախից եկող տրանսպորտ էլ չի մտնելու։ Երթևեկությունը պետք է չծանրաբեռնվի։ Բայց տարիներ շարունակ Քասախցին եկել հասել է մայրաքաղաք եւ իր ուզած հատվածում է երթուղուց իջել։ Երթևեկությունը տարիներով ծանրաբեռնված չէր, հիմա նոր պետք է ծանրաբեռնվի։ Մարդը ինչքան պիտի միամիտ լինի, որ նման բաներին հավատա։ Իհարկե հետևում ուրիշ բաներ կան թաքնված։ Սրանով իրենք հարց չեն լուծի։ Քաղաքի տրանսպորտի հոսքը թեթևացնելու վրա այդ մի քանի մեքենան չէր կարող այդպես ազդել։ Այդ համայնքից Երևան եկող մեծահասակներ, ծերեր ու երեխաներ կան։ Նրանցից շատերը մայրաքաղաքում են դպրոց հաճախում, բուհեր եւ աշխատանքի հասնում։ Եվ ահա նրանց համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ծախսերը կրկնակի դառնում։ 59 համարը, երբ որ բարձրանում էր Քասախ, մարդիկ փաթեթներից սկսեցին օգտվել։ Առան մի ամսվա, առան 5 ամսվա, առան 6 ամսվա, առան մի տարվա փաթեթ։ Ու այդ փաթեթները վճարվել է արդեն։ Վճարվել է, բայց դրա համար եւ ստարիշնի պետքա ստեղից վճարի գա հասնի ստե, որ այդ փաթեթից կարանա օգտվի։ Հիշում եք, մի քանի ամիս առաջ էր Կոտայքի մարզի Նայիրի համայնքապետարանում մարզպետ, տեղակալներ, վարչության պետեր հավաքվեցին, որ հարցին լուծում տան։ Հավատացին, վստահեցին քասախցիները, սպասեցին, բայց արի ու տես սայլը տեղից այդպես էլ չշարժվեց։ Երթուղայինը նրանց բերում քաղաքի սկզբնամասում է թողնում ու հետ է գնում։ Քասախցին դա համարում է պատժ գործողություն համայնքի հանդեպ։ Կապ հաստատեցին Կոտայքի մարզպետի հետ։ Հիշեցրինք, խոսք էին տվել, քասախցիների հարցն ինչու չլուծեցին։ Ասաց նորից հանդիպելու են բնակիչների հետ։ Հետաքրքրվեցինք, ինչ առաջարկով, կան արդյոք խնդրի լուծման տարբերակներ։ Պարզվեց ոչ, հերթականն է։ Փափուկ բարձ կդնեն քասախցիների գլխի տակ ու տուն կճանապարհեն։ Իրենց պահանջները քննարկվում են։ Ինչ տարբերակ կա։ Դե տարբերակները քննարկում ենք։ Եթե վերջնական տարբերակ չկա, հիմա ես ինչ ասեմ ձեզ։ Լուծումներից մեկն էլ նաև այդ է առաջարկված, որ ասի ինչև բան։ Գյուղ բաշխը մտնի գյուղ։ Միգուցե այդ ձեր հիշատակած այդ քննարկմանը այդ ֆորմատով եղել քննարկումը այդ լուծումն են առաջարկել։ Խոսեցինք նաև երթուղին սպասարկող մուլտիտրանսպորտ ընկերության ներկայացուցչի հետ։ Նա էլ թե Երևանի քաղաքապետանն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն են այդպես որոշել։ Իրենք իրենց բիզնեսն են անում։ Մենք ենք սպասում ենք այս հարցի վերջնական լուծմանը։ Այսինքն երկու տրանսպորտով մի գյուղ սպասարկել է այդ ընկերություններն այստեղ միանշանակ վնաս են կրում։ Քասախից երկու կամպանիա է սպասարկում։ Ինչի՞։ Նշանակում է այդտեղ օգուտ կա։ Ինչի են գլուխ ջարդում այդ սպասարկումը կազմակերպելու համար։ Միտեղ եթե բիզնեսում օգուտ չկա, նայեք, ոչ մեկ չի խոթի քիթ այնտեղ։ Իսկ եթե մեծ օգուտ կա, այդտեղ նաև լինում է շահերի բախում, լինում են նաև այսպիսի կռիվներ։ Երթուղին կրճատելով չեն ծախսերը կառավարում։ Ծախսերի կառավարման բազմաթիվ տեսակներ կա։ Բոլոր փոխադրումները պետքա իրականացվեն եւ մրցույթները պետքա իրականացվեն
փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանության հիման վրա։ Անընդունելի եւ անհավատալի է, թե քաղաքն են բեռնաթափում։ Այդ մի քանի փոխադրամիջոցներն էին, որ պետք է քաղաք ծանրաբեռնեին։ Իհարկե ոչ։ Վստահ են, շատ դեպքերում մարդկանց ընդհանրապես կարևոր հարցերից են հերթական անգամ շեղում։ Թող հրապարակային տեղեկացնեն, որքան հարկ են վճարում եւ որքան շահույթ ունեն։ Այստեղ էլ պարզ կդառնա, վնասով են աշխատում թե ոչ։ Մինչև դու չիմանաս, թե ինչքան ուղևոր է փոխադրվել, դու չես կարող ասես, թե ինչքան է եկամտաբերությունը։ Եվ դրանից ելնելով արդեն տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը պետք է որոշվի։ Ճիշտ, արդյունավետ։ 21-րդ դարում միայն քասախցիները չէ, որ դժգոհում են տրանսպորտի գործունեությունից։ Շատ ավելի վատ է վիճակը լեռնային համայնքային շրջաններում ապրողների համար։ Պատկերացնում եք, տարիներով այդ համայնքներ ավտոբուս կամ այլ փոխադրամիջոց չի մտնում։ Մայրաքաղաքից մարզեր մեկնող ավտոբուսներից շատերը ուղևորներին բերում են իրենց բնակավայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա թողնում ու նորից հետ գնում։ Սխալ կազմակերպման, ոչ պրոֆեսիոնալ մասնագետների գործունեության արդյունքում է նման խնդիրներ առաջանում։ Ընդհանրապես մարզերը, որտեղ հնարավոր է, փնջային եղանակով դիտարկվեր մրցույթները, այսինքն այսպես ասած բարձր եկամտաբերությամբ եւ ցածր եկամտաբերությամբ երթուղիները միավորված լինեին, որպեսզի հնարավոր լիներ այդ համայնքները սպասարկել։ Զորօրինակ, Արմավիր մարզի Արգինա համայնքը։ Փոխադրամիջոցը այս համայնքի բնակիչներին բերում իջեցնում է Քարակերտում։ Գալիս են իջնում են Քարակերտ, Քարակերտից նոր Բարսանով։ Մինչև 20 թիվը Քարակերտի սպասարկող գազելը Բարսանում էր Արգինա, տանում է ժողովրդին 20 թվից հետո այդ կորոնա օրենքա, դրանից հետո աշխատանքը դադարեց։ Խոստացան կվերագործարկեն, 5-րդ տարին է, դեռ քննարկում են։ Ուզում են գիծ բացեն մինչև Արմավիր ու դեն չլը ձգձգվում է, չգիտեմ ընթացքը ոնց է լինում, բայց նավի այս պահին չունենք տրանսպորտ։ Գյուղական համայնքներում տրանսպորտ չլինելու պատճառով հղի կանացից շատերը տանն են ծննդաբերում։ Ավտոբուս չկա, որ նախորոք բժշկական կենտրոններ հասնեն, հետազոտվեն։ Արագածոտնի մարզի լեռնային համայնքներից մեկում երկունքի մեջ ցավերով կնոջը սահնակով տեղափոխեցին ծննդատուն։ Շատերը կհիշեն Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի դեպքը։ Հղի կնոջը ապարանի բժշկական կենտրոն փրկարարները տեղափոխեցին։ Գեղարքունիքի Մաքենիս գյուղը տրանսպորտ չի բարձրանում։ Այստեղ էլ հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար հրշեջ փրկարարներն օգնության հասան։ Նույնիսկ մի դեպք էլ եղավ, երբ հղիին գյուղից հիվանդանոց մարդաբույծ ձյան վրայով պատգարակով տեղափոխելիս հենց ճանապարհին պատգարակի վրա ծննդաբերեց։ Ինչ խոսք, տխուր պատկեր է այս լուսավոր դարում։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։